իրական հարց չէ, ուղղակի ամփոփում եւ նաեւ գնահատական, ինչ որ ասեցիք, առաջին հերթին թվերի հետ կապված, 1.5 միլիոնը հաստատելու հետ կապված, ինչը կարծում եմ շատ կարևոր էր մեր պատմագրության համար, մենք մշտապես նշում էինք այդ թիվը, իսկ հիմա արդեն հստակ աղբյուրագիտական հենքի վրա կարող ենք այդ մասին խոսել։ Երկրորդ կարևոր բանը, որ դուք նշեցիք, այդ միջազգային դատարաններ եւ միջազգային հանցագործություն, ինչ եմ ուզում ասել, հենց այդ Փարիզի վեհաժողովի ժամանակ առաջին անգամ հայոց ցեղասպանություն, քանի որ ցեղասպանություն բառ չկար, առաջին անգամ ոչվեց մարդկության դեմ ուղղված հանցագործություն։ Այսինքն հաջորդ կարևորությունը գրքում, որը նաև կտարածվի, դա է, որ հայոց ցեղասպանությունը առաջին անգամ ստացավ իրավական գնահատական, եւ մենք մշտապես ասում ենք դեպի կապը հայոց ցեղասպանության հետ, այստեղ շատ կարևոր է նշել, որ այսօր միջազգային քրեական օրենսգրքում եղած երկու հանցագործությունները, ցեղասպանությունը եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հենց ձևավորվել են հայոց ցեղասպանության հիմքի վրա։ Եվս մեկ կարևոր արձանագրում։ Միջազգային դատարանի հետ կապված եւս մեկ կարևոր դիտարկում, պարոն Վայրեն Գևորգյանի կողմից, որ առաջին անգամ միջազգային դատարանի մասին խոսվել է հայոց ցեղասպանությունից հետո 1919 թվականին, եւ պետությունները հավաքվել էին եւ ուզում էին հասկանալ, թե ինչ անուն պետք է դնեն այն հանցագործությանը, որ ինչպես Չերչիլն էր ասում, անանուն հանցագործություն էր, եւ բացի անուն դնելուց մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, նաև եկան այն եզրակացության, որ պետք է ստեղծվի միջազգային դատարան, որը պետք է դատեր նաև թուրք հանցագործներին, ինչը ցավոք տեղի չունեցավ։ Երրորդ կարևոր հանգամանքը, որ նշեց պարոն Վայրեն Գևորգյանը, դա Կոստանդնուպոլսի դատավարություններն էին, որոնք եղան նաև այն պատճառով, որ Փարիզի վեհաժողովում որոշում էր ընդունվել ստեղծել միջազգային դատարան։ Եվ թուրքերը, այսպես ասած, կանխելու համար այդ միջազգային դատարանի ստեղծումը եւ գործունեությունը կազմակերպեցին այդ Կոստանդնուպոլսյան դատավարությունները, ինչի էին դրանք կարևոր։ Ես նաև որպես իրավաբանական կրթություն ունեցող անձ, ինչ եմ նշել, բառերը, որոնք որ օգտագործում էին դատարանի կողմից։ Իհարկե դրանք ֆարս էին, ինչ որ առումով, բայց ֆարս չէին այն առումով, որ հստակ բառապաշարը խոսում էր, ինչպես դուք նշեցիք, այդ կանխամտածվածության մասին։ Ընդամենը մի քանի բան, հայերի ամբողջական ոչնչացում, այսինքն դա թուրքական դատարանի խոսույթներ, կանխամտածված ոչնչացում, մի ամբողջ ազգի ոչնչացում կամ հայկական հացի վերջնական լուծում։ Այդ final solution մենք շատ հաճախ հրյաների պարագայում ենք լսում, բայց հենց դատավարությունների ժամանակ հենց այդ վերջնական լուծում բառակապակցություններ օգտագործում։ Հաջորդ կարևոր հանգամանքը հայերին մշտապես մեղադրում էին, որ ապստամբել են ռուսների դրդմամբ, սակայն հենց իրենց դատարանը եկավ այն որոշման, որ հայերը որևէ ձևով չէին ապստամբել, որևէ մեկի դրդմամբ չէին ապստամբել եւ իրականում ցեղասպանության նպատակը զուտ հայերի ոչնչացումն էր։ Այսինքն իրականում մի քանի կարևոր շեշտադրումներ արեց, որոնք որ ել ավելի են կարևորում այդ միջազգային ուրեմն Կոստանդնուպոլսի դատավարությունների դերակատարությունը։ Եվ իհարկե այդ շարունակականության պահը, որտեղ պետք է խորացնենք, ինչպես դուք նշեցիք, Քեմալ, նաև մուսաֆաթական Ադրբեջան, այնտեղ տեղի ունեցած ոչրակացությունները։ Այս շատ կարևոր կետ է ասիգա։ Այո, եւ ուզում եմ ուղղակի ուշադրություն դարձնել, որ Նեմեսիս գործողության շրջանակներում զոհերի թվում կային նաև մուսաֆաթական կուսակցության ներկայացուցիչներ, այսինքն սա նաև ցույց է տալիս այն կապը, որը որ կար այդ ժամանակ։ Շնորհակալություն, որ այս ամենը արդեն մատչելի ռուսերեն, ֆրանսերեն, շուտով անգլերեն եւ հայերեն լեզուներով կտարածվի, մենք էլ կարողանանք հիմնվելով ձեր աշխատանքների վրա շարունակենք մեր աշխատանքները։ Շնորհակալություն, եկեք հիմա ձայնը վերջապես տանք պարոն Խեչյան